Մոսկվայի կոշտացող հռետորաբանությունը, եթե Երևանը շարունակի Եվրաանդամակցության գործընթացը, Ռուսաստանը կդադարեցնի գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարման համաձայնագրերը։ Ախալքալաք Կարս երկաթուղին բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար, արդյոք շահույթ կունենան տնտեսվարողները։ Սա հաշվեհարդարի դատավարություն է Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից վերաքննիչում բողոքարկման նիստից հետո։ Վարորդական իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության 1 տարի փորձաշրջանով և 50,000 դրամ վճարելով, կառավարության որոշումը։ Օտարերկրացիները Հայաստանի կապույտ անձնագիր են ուզում, որն է պատճառը և ինչու են տեղացիները հրաժարվում Հայաստանի քաղաքացիությունից։ Չափահաս եք, Հայաստանի մշտական բնակիչ, ոստիկանության բաժին չեք ընկել, կարող եք խնամակալ դառնալ մանկատան փոքրիկի համար, ինչ ռիսկեր ունի անպաշտպան մանուկների ճակատագիրը որոշող նախագիծը։ Մեդիա աշխարհի կախարդական բանալիները նրանց ձեռքին են, Պան-արմենյան մեդիա դպրոցը ճանապարհել է շրջանավարտների 21-րդ սերնդին։ Եվ Հայաստանի զինված ուժերը նոր զինանշան ունի, ինչն է փոխվել նոր զինանշանի վրա։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Մոսկվան կոշտ զգուշացումների է անցել, սկսել է խոսել շանտաժի լեզվով, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանը անդամակցելու գործընթացը, Ռուսաստանը կդադարեցնի Հայաստանին գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարման համաձայնագրերը։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր պնդել է, որ այս բովանդակությամբ նամակը ռուս պաշտոնյան հանձնել է Հայաստանի կառավարությանը։ Գազի գնի վերաբերյալ խոսել է նաև Կրեմլի խոսնակը, ասել, որ գազի արտոնյալ գինը երկնքից չի ընկել, դա օգնություն է Հայաստանին Ռուսաստանի հաշվին։ Այնուամենայնիվ, փոխվարչապետ Օվերչուկը բացառել է, որ Աստանայի գագաթնաժողովում վաղը Հայաստանի դեմ սահմանափակող միջոցներ կընդունվեն։ Ռուսաստանը կարող է միակողմանի կասեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերին, եթե պաշտոնական Երևանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Ռուսական լրատվամիջոցներն են հայտնում, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևն է նամակ հղել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, նախազգուշացնելով գազի համաձայնագրի միակողմանի խզման հնարավորության մասին։ Եվրոպական միության հետ Հայաստանի փոխգործակցության խորացման ուղղված շարունակական գործնական քայլերը և ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի կառավարության հռչակած ձգտումը վտանգում են հայ-ռուսական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանումն ու զարգացումը, որի հիմքերից են երկկողմ միջազգային պայմանագրերը։ Ցիվիլևի ձևակերպմամբ Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի փորձերը չեն համապատասխանում տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև հարգանքի, փոխշահավետության հիման վրա կառուցված գործընկերության բնույթին և Ռուսաստանի կողմից բազմիցս ձեռնարկված գործողություններին ուղղված Հայաստանի կարևորագույն կարիքները արտոնյալ հիմունքներով ապահովելուն։ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանի համար գազի արտոնյալ գինը կդառնա շուկայական։ Եթե կողմնորոշման տեսանկյունից իրենց շահերի առումով իրանք տեսնեն որոշակի անհամապատասխանություն, լինելու են կոշտ վերանայումներ, այդ թվում նաև գազի մատակարարումների, արտահանման, ներմուծման պայմանների եւ այլն։ 2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանը անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Ըստ համաձայնագրի Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ներքին սպառման ծավալներով, որոնք հաստատված են ինդիկատիվ հաշվեկշիռներով։ Փաստաթղթով նաև սահմանվում է, որ համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ շարունակում են գործել Հայաստանի պարտավորությունները Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները որպես Ռուսաստանի պետական պարտք ճանաչելու վերաբերյալ, մինչև դրանց ամբողջական կատարումը։ Ի դեպ, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, թե ռուսական կողմից որևէ գրություն կամ նամակ չեն ստացել Հայաստանին բնական գազի մատակարարման մասին համաձայնագիրը չեղարկելու վերաբերյալ։ Օրեր առաջ Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանն առանց Հայաստանի պատճառներ, արդյունքներ և հետևանքներ կլոր սեղանի շրջանակում Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներից առաջարկել են Երևանի
ռուս պաշտոնյայի ձևակերպմամբ ոչ բարեկամական քայլերին ի պատասխան Հայաստանին մատակարարվող գազի արտոնության պայմանագիրը վերանայել։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, քանի որ ըստ Ռուսաստանի փոխվարչապետի քաջ գիտակցում է անդամակցությունից ստացվող արտոնությունները։ Հայաստանը, որքան մեզ հայտնի է, չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, այնտեղ շատ լավ հասկանում են եւ արտոնությունների ծավալը եւ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրաշրջանառության ծավալը։ Առևտրի նման ծավալը մեծապես հնարավոր է դարձել հենց այն արտոնյալ ռեժիմների շնորհիվ, որոնք գործում են Հայաստանի համար։ Դրանք են զրոյական մաքսատուրքերը, ներդաշնակեցված ստանդարտները եւ տեխնիկական կարգավորումները։ Այսօր մեր շուկաները բաց են, տեղի է ունենում ապրանքների ազատ շարժ։ Ուստի հայերը շատ լավ հասկանում են այն առավելությունը, որն իրենց տալիս է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը եւ չեն ցանկանում դուրս գալ։ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Ռուսաստանից Հայաստան մատակարարող գազի գինը չի կարող թանկանալ, քանի որ ըստ նրա Հայաստանն ու Ռուսաստանը դրա հետ կապված ունեն գործող պայմանագիր։ Իդեպ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի բնակչությունը պետք է ունենա այլընտրանք՝ լինել ԵԱՏՄ թե ԵՄ կազմում։ Հավանական է, որ մոտակա ԵԱՏՄ նիստի ժամանակ ուղղակի հարց բարձրացվի Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ծառայեցնելու վերաբերյալ։ Հայաստանի գործադիրի ղեկավարը հայտնել է նաև, որ հայ ժողովուրդն ունի այլընտրանք, եւ ըստ նրա այս ամենի դեմ սպառնալիքներով պատասխանողները իրենց դեմ են գործում, առաջարկ ներկայացնելու փոխարեն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում նոր սպառնալիքներ են ի հայտ գալիս, հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների կողմից, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նա ափսոսանք է հայտնել, որ դաշինքի անդամ երկրներից Հայաստանը, որը Եվրամիությանն անդամակցելու քաղաքականություն է որդեգրել, պաշտպանություն է փնտրում Շոյգուի ձևակերպմամբ սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ։ Շոյգուն նաև ընդգծել է, որ Երևանը պետք է կողմնորոշվի, թե որ գնացքով է պատրաստվում հետագայում ընթանալ։ Իսկ Հայաստանը երկաթուղային կապ է հաստատում Եվրամիության հետ, Վրաստանի և Թուրքիայի տարածքով Վախալքալակ Կարս երկաթուղին արդեն բաց է արտահանող ներմուծողների համար։ Վարչապետ Փաշինյանը Հայաստանի տնտեսական կյանքում սա մեծ իրադարձություն է համարել։ Փորձագետները սակայն այս երկաթգծից մեծ ակնկալիքներ չունեն, ասում են ապրանքների տեղափոխումը խիստ ծախսատար է լինելու տնտեսվարողների համար։ Ով է իրականում շահելու երկաթուղային այս նախագծից։ Էդուարդ Պողոսյանի ռեպորտաժում։ Ախալքալակ Կարս երկաթուղին, որ այլևս բաց է Հայաստանից արտահանումների եւ մեր երկիր ներմուծումների համար, այնպես ինչպես ադրբեջանական երկաթգծերը, վարչապետի բնորոշմամբ մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Հայաստանն այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա նաեւ Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ։ Հիմա այլևս Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով նաեւ Եվրոպական միության հետ։ Առաջիկայում Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ապա եւ Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում TRIP նախագծի իրագործման արդյունքում։ Այս երկաթուղով հայ գործարարներն իրենց բեռնափոխադրումները կարող են կատարել մի քանի տարբերակով, օրինակ Հայաստանից ապրանքների արտահանման համար կամ գնացքները բեռնեն, կամ էլ բեռնատարներով դրանք հասցնեն Ախալքալակ, այնտեղից էլ ճանապարհը շարունակեն գնացքով։ Այս պահին սակայն ըստ տնտեսագետների Ախալքալակ Կարս երկաթգծի միայն մինչև 25% թողունակությունն է օգտագործվում, այսինքն այն թերբեռնված է։ Ոչ եկամտաբեր երկաթուղի է, շահու չել գեներացում։ Ապրանքներ չեն գնում, չեն գալիս։ Այդ երկաթուղի մտածված էր, որ մեծ ծավալներ պիտի տեղափոխի, համապատասխան իր ընդհանրեն գումարները, որտեղ ներդրված է, եթե են գալու մոտավորապես մի 10 տարի, 15 տարի հետո, մտածել են, որ Ղազախստանից, Միջին Ասիայից ընդհանրեն ահագին բեռներ միլիոնավոր տոննաներ կգնա, չի գնում դա։ Կա ապրանք չկա, որ երկաթուղին լցվի։ Ի տարբերություն հայաստանյան իշխանությունների փորձագիտական վերլուծական համայնքում այնքան էլ ոգևորված չեն Ախալքալակի երկաթուղով Կարս, ապա նաև Եվրոպա հասնելու հնարավորությամբ։ Մասնագետներն ասում են, այն ոչ թե հայկական տնտեսությունն է զարգացնելու, այլ թուրք-ադրբեջանական։ Հիմնավորում են երկաթգծին Հայաստանի միացումը կարող է լրացուցիչ ֆինանսական հնարավորություններ ստեղծել Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղային նախագծի համար, որն այդպես էլ տնտեսական ակնկալիքներն ամբողջությամբ իրականություն չդարձրեց։ Այդ երկաթուղով մարդիկ իմաստ չկա տեղով ապրանք տեղափոխել, որովհետև ապրանքի ինքնարժեքը տրանսպորտային ծախսերի բարձրանալու հաշվին բավականին բարձրանում է, ձեռնատու չի լինելու։ Ընդ որում կա այս պահին հենց այդ երկաթուղու պայմաններում զուգահեռ աշխատող Երևան, Փոթի եւ Բուլղարիա գիծը։
Այսինքն Եվրոպա հասնելու հնարավորությունն այսպես թե այնպես կա, այս դեպքում եւս մուլտիմոդալ միջանցքով երկաթուղու Երևանյան կայարանից դեպի Փոթի, ապա վրացական այս կանգառից նավով բուլղարական ափ։ Դուք տնտեսվարող եք, չէ, ուզում եք որևէ բան արտահանեք։ Ունեք տարբերակ, այնտեղ Երևան Փոթից միանգամից Եվրոպական միության երկրներ։ Եվ այդ ճանապարհը գործում է սակագները բավականին նորմալ սակագներ են, եւ ձեզ առաջարկում է Երևանից գնաք հասնեք Ախալքալակում բեռնաթափեք, Ախալքալակից երկաթուղով տանեք Կարսից շարունակությունը լինելու թուրքական երկաթուղով, այս ամբողջը անելու ընթացքում այդ հայկական տնտեսվարողը այդ իր արտահանածի վրա մի բան ինքը փող դնի, որ այդ տրանսպորտային ծախսերը փակի։ Մասնագետներն այստեղ նաև հիշեցնում են Փաշինյանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագիծը, որն ասում են, թե այդպես էլ թղթին մնաց, այնպես ինչպես խաչմերուկը տեղից չշարժվեց, այն մնաց Վրաստանում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հայաստանի ընդդիմադիր ուժերը պարբերաբար անդրադառնում են շուրջ 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադարձի թեմային, վկայաբերելով Ադրբեջանի նախագահ Ալիևի, ինչպես նաև տարբեր պաշտոնյաների հայտարարությունները այդ մասին։ Հայաստանի ընդդիմադիր հատվածում պնդումներ կան, թե ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում նախատեսվում է խորհրդարանական ընտրություններից հետո։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սակայն սոցցանցի իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ ըստ էության հերքում է այդ հայտարարությունները։ Բանակցություններում նրանք առաջ են մղում իրենց գալու եւ Հայաստանում ապրել, արդյոք հնարավոր է որ ադրբեջանցիները գան եւ ապրեն Հայաստանում։ Գիտեք ինչ, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է։ Չէ։ Հասկանամ արևմտյան ադրբեջանցիները ըստ չի եղել ու չի կարող լինել, մոռացեք այդ արևմտյան։ Հայաստան ուզում են գան այստեղ ապրեն, որ նոր ստորագրվի խաղաղության փաստաթղթը։ Լսեք, ես դա չեմ տեսնում։ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե անդրադարձ է կատարվել նաեւ նախկին հարկադիր տեղահանվածների վերադարձի ապահովման, վստահության ամրապնդման եւ տարածաշրջանի ականազերծման խնդիրներին։ Բաքվի բանտից ընտանիքի միջոցով ձայնային ուղերձ է եղել Արցախի նախկին ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, որում պատմել է 3 վերաքննիչ դատարանում իրենց բողոքարկման հետ կապված նախնական դատական նիստի մասին։ Իշխանյանը ասել է, որ իր կողմից եղել է միջնորդություն, որ տրամադրվի դատավճռի եւ մեղադրականի ամբողջական տարբերակը, որը մինչեւ այժմ պաշտպանական կողմը չունի, բայց դատարանը մերժել է միջնորդությունը։ Տեղի ունեցողը հաշվեհարդարի դատավարություն է, ասել է Իշխանյանը։ Այստեղ ոչ անհայտ կարևոր պաշտպաններից մեկը, որ իր խոսքի ընթացքում բարձրաձայնեց, չհամբերեց պարզապես սպորտկաց եւ ասաց, որ մեր սերունդների առջեւ ամաչելու ենք այսպիսի դատավարություն կազմակերպելու համար։ Դա էր ամբողջ գնահատականը։ Ինչևէ, 3 տարի է մենք այստեղ ենք, մոտորապես 3 տարի է, պիտի ասեմ, ոչ սկզբունքայնությունը, ոչ ողջախոհությունը, ոչ ոգու եւ ոչ կամքի ուժը մեզ չեն լքել եւ չեն դավաճանել այսուհետ էլ այդպես է լինելու։ Ցավալի է ինչ որ կա, բայց մենք շարունակելու ենք մեր ընդհանուր որդեգրած գիծը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Վարորդական իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության 1 տարի փորձաշրջանով եւ 50,000 դրամ վճարելով։ Կառավարության որոշումը։ Օտարերկրացիները Հայաստանի կապույտ անձնագիր են ուզում, որն է պատճառը եւ ինչու են տեղացիները հրաժարվում Հայաստանի քաղաքացիությունից։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Կառավարությունը հավանություն է տվել ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքի փոփոխություններին, որոնք վերաբերում են վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին։ Ըստ այդմ այն վարորդները, որոնք բազմաթիվ խախտումների պատճառով 1 տարով զրկվել էին իրավունքից եւ սպառել տուգանային միավորները, այդ ժամկետի ավարտից հետո կկարողանան առանց քննություն հանձնելու վերականգնել իրենց վարորդական իրավունքը։ Նրանք պետք է անցնեն 1 տարվա փորձաշրջան, որի ընթացքում կունենան 6 տուգանային միավոր։ Եթե այդ սահմանաչափը չսպառվի, հաջորդ տարվա համար կստանան 13 միավոր, իսկ հակառակ դեպքում կրկին 1 տարով կզրկվեն իրավունքից եւ այն կվերականգնեն միայն պարտադիր քննության միջոցով։ Փորձաշրջանով վարորդական իրավունք ստանալու համար սահմանվել է 50,000 դրամ վճար։ Մենք ոչ թե պարզապես Տուրքի դիմաց
տալու ենք վարորդական վկայականները, այլ պահպանում ենք գործող պատժողական ժամկետը, որը մի տարին է, այսինքն զրկումից հետո մի տարի անձը իրավունք չունի վարել տրանսպորտային միջոցը։ Դրանից հետո խիստ սահմանափակ տուգանային բալային միավորներով պետությունը վերականգնում է իրավունքը եւ պայմանականորեն, եթե մի անգամ հարբած վիճակում վարեց եւ 1-2 փոքր խախտումներ ունեցավ, 6 բալը սպառվում է, որպեսզի սա էլ նաեւ պարզ լինի։ Նորություններ նախընտրական քարոզարշավի մասին Սևան, Աբովյան, Հրազդան քաղաքներում Հանրապետություն կուսակցության անդամները ներկայացրել են իրենց ծրագրերը խոսելով բակերի վերանորոգման, կանաչ գոտիների ընդլայնման, աղբահանության, լուսավորության եւ հանրային տրանսպորտի բարելավման մասին։ Արամ Սարգսյանի խոսքով իրենց նպատակն է ունենալ անվտանգ եւ հարմարավետ համայնքներ, որտեղ քաղաքացին իրեն պաշտպանված կզգա։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ բանակի եւ անվտանգության համակարգի զարգացմանը, ինչպես նաեւ երիտասարդության զբաղվածության և կրթական ծրագրերի ընդլայնմանը։ Արամ ջան, քեզ ինքան շատ ենք սիրում։ Մենք ենք որոշելու, թե ով է մեր երկրում դառնալու իշխանություն ու դա որոշելու եք դուք ձեր քվեով։ Երևանը միջազգային հարթակներում պետք է պաշտպանի իր բանակցային դիրքերը, Սյունիքի մարզում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստան դաշինքի առաջնորդը։ Ամենահարավային մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում անվտանգային հարցերից բացի հնչել է նաև տեղական արտադրողի շահերի պաշտպանության հարցը։ Հայաստան դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացրել Սյունիքի մարզում, հանդիպել Մեղրի, Շին ու Հայր Տաթև համայնքների բնակիչների հետ։ Անդրադառնալով անվտանգային խնդիրներին, Ադրբեջանի հետ տարվող բանակցային գործընթացներին, դաշինքի անդամներն ասել են, թե աշխարհում կան պետություններ, որոնք ունենալով տարածքային սուր վեճեր, միաժամանակ ակտիվորեն համագործակցում են, ծավալում լայնամասշտաբ առևտուր, դիվանագիտական հարաբերություններ են պահպանում առանց որևէ խաղաղության պայմանագրի։ Հարևան պետության ճնշումը թույլատնելու համար երկրորդ նախագահը հորդորել է շտաբ ռազմավարական այլընտրանքներ ստեղծել։ Չպետք է այդ խաղաղության պայմանագիրը սարքես մի ֆետիշիզացված ինչ-որ մի աստվածաշունչ չի, կամ բազմաթիվ օրինակներ դիվանագիտության մեջ միջազգային հարաբերություններում կա այսպիսի արտահայտություն. համաձայնվել չհամաձայնվելով։ Հայաստան դաշինքը նոր տրանսպորտային ուղիների բացմանը դեմ չէ, սակայն այդ հարցում կարևոր առանցքային է համարում տեղական արտադրողի պաշտպանությունը։ Ըստ Հայաստան դաշինքի առաջնորդի ԵԱՏՄ-ին եւ Եվրամիությանը միաժամանակի անդամակցելը անհամատեղելի է։ 98% գյուղ արտադրանքի արտահանվում է Ռուսաստան։ Բացեք Եվրոպայի դուռը, ցույց տվեք այդ կոմունիկացիաների հնարավորությունը, որ մենք հասկանանք։ Բացի դատարկ խոսակցությունից, տակը, առարկայական բան ունեք թե չունեք։ Ըստ երկրորդ նախագահի Ռուսաստանը հայ ժողովրդին համարում է բարեկամ եւ ուզում է, որ Հայաստանը մնա բարեկամ երկիր։ Միևնույն ժամանակ ըստ Ռոբերտ Քոչարյանի Ռուսաստանն առաջնորդվում է սեփական, պետական ու ազգային շահերով եւ այլ տարբերակ չկա։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իշխանության գալով ուժեղ Հայաստան դաշինքը պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կես տարի կկրճատի, 18-ամյա նորակոչիկը բանակ կգնա 1 տարով, այս մասին հայտարարել է քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը Վանաձորյան հանրահավաքի ժամանակ տեսակապի միջոցով, ի պատասխան հավաքի մասնակիցներից մեկի հարցադրման։ Ուժեղ Հայաստանը խոստանում է նաև, որ պարտադիր ծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքը յուրաքանչյուր ամիս կստանա 40,000 դրամ ամսավճար։ Մենք դարձնելու ենք ժամկետային ծառայությունը 1 տարի։ Հիմնական ակցենտը դրվելու է ճիշտ տեխնիկայի վրա, ճիշտ զենքերի վրա։ Մենք խնայելու ենք մեր զինվորների կյանքը։ Մենք չենք դարձնելու մեր զինվորների կյանքը ադրբեջանցիների համար թիրախ։ Ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչները Հայաստանի բնակավայրերում շարունակել են քաղաքացիներին ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, որոնցից մեկը վերաբերում է ժողովրդագրական խնդիրներին։ Քաղաքական ուժը առաջարկում է դեմոգրաֆիկ սպառնալիքների պայմաններում մշակել պետական ծրագիր, ներառելով նաև ներգաղթի կազմակերպման մեխանիզմները։
Հայաստան վերադարձածների թիվը 2025-ին 8860-ով ավելի է եղել Հայաստանից հեռացածների թվից, այսինքն սա նշանակում է, որ արտագաղթը դադարել է։ Այսօր հայտարարել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակում պտտվել են Կոտայքի մարզի բնակավայրերում։ Փաշինյանը նշել է, որ ներգաղթը իրենց իրականացրած տնտեսական եւ սոցիալական քաղաքականության արդյունքն է։ Նա խոսել է նաեւ Հայաստանի ԱՊԱ շրջափակման procesի մասին։ Երկու օր առաջ բացվեց նաև Ախալքալակ կարս երկաթուղին Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Առաջիկայում ծրիվ նախագծի իրագործման արդյունքում մենք ուղիղ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա երկաթուղային կապ ենք ստանալու եւ նաև երկաթուղային կապ ենք ստանալու Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ստանալ հայկական ազնագիր եւ ճամփորդել աշխարհով մեկ Ռուսաստանի եւ Իրանի քաղաքացիություն ունեցողների համար մեր երկիրը հատկապես գրավիչ է այս առումով։ Հենց նրանք են ամենաշատը անցյալ տարի դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Իհարկե դիմողների մեծ մասը ազգությամբ հայ է։ Միաժամանակ քիչ չեն Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվողները հիմնականում բանակից խուսափելու համար։ Պարտադիր զինծառայությունը կես տարով կրճատելու որոշումը իրավիճակ չի փոխել։ Օրերս հրապարակվեցին նախորդ տարվան առնչվող որոշ վիճակագրական տվյալներ, որոնք դրական դինամիկայի մասին են կարծես վկայում։ 2025-ին Հայաստանի քաղաքացիություն է ստացել 25670 օտարերկրացի, իսկ դիմումների ընդհանուր թիվը հասել է 31891-ի։ Այս ցուցանիշը 2024-ի համեմատ աճել է 23.5%-ով։ Քաղաքացիություն ստացածների թվում առաջատարներն են Ռուսաստանի քաղաքացիները 7377 մարդ, Վրաստանի քաղաքացիները 1731 եւ Իրանի քաղաքացիները 648 մարդ։ Օրինակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են, ազգությամբ հայ են, դիմել են քաղաքացիություն ստանալու։ Արցախից տեղահանվածները, որոնք էլի դիմել են եւ փոքր թիվ չեն կազմում, դիմել են ստանալու ՀՀ քաղաքացիություն։ Հայաստանի քաղաքացիության համար դիմումների աճի պատճառը միջազգային ոչ կայուն վիճակի եւ պատժամիջոցների հետ կապված սահմանափակումներն են։ Պարզ ասած, մարդ Հայաստանի անձնագրով կարող է իրեն թույլ տալ ավելին, քան Իրանի կամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերով։ Ռուսական անձնագրով ոչ բոլոր երկրներ կարող են մեկնել անձին եւ մյուսը արցախցիների հանգամանքը, որ բնակապահովման ծրագրից օգտվելու համար պարտադիր է քաղաքացիություն ունենալը եւ արցախցիները, որ ապրում են Հայաստանի Հանրապետությունում, նրանք դիմում են քաղաքացիություն ստանալու։ Նախորդ տարվա մեկ այլ վիճակագրական տվյալ մտահոգության առիթ է տալիս։ 4960 մարդ դիմում է ներկայացրել Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար, ինչը 18%-ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ 2024 թվականին մինչև 18 տարեկան քաղաքացիությունից հրաժարվել է իգական սեռի 62 քաղաքացի, արական սեռի 1949 քաղաքացի։ 2025 թվականին իգական սեռի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը գրեթե չի փոխվել, 62-ը դարել է 68, արական սեռի հրաժարվողների թիվը աճել է 44%-ով, հասնելով 2811-ի։ Պատգամավոր Հայկ Սարգսյանը ժամանակին առաջարկել էր օրենսդրական փոփոխություններով սահմանել էական վճար Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Դրա եւ մի շարք այլ բարեփոխումների շնորհիվ, ըստ պատգամավորի, կարելի էր կանխել բանակում չծառայելու նպատակով քաղաքացիությունից հրաժարվելու պրակտիկան։ Հարուստները, որոնք բանակի տարեկան զորակոչի 30%-ն են կազմում, հրաժարվում են քաղաքացիությունից բանակում չծառայելով եւ բանակում չեն ծառայում։ Եվ հետագայում չեն կանչվում 25-օրյա վարժական հավաքների եւ նաեւ այլ կարիքների համար չեն կարող ներգրավվել։ Իդեպ Հայաստանի անձնագիր ստացողների թվի աճը չի նշանակում, որ քաղաքացիություն ստացողները տեղափոխվել են Հայաստան բնակվելու համար։ Որոշ հաշվարկների համաձայն այսօր մոտ 800,000 մարդ ունենալով Հայաստանի Հանրապետության անձնագիր մշտական չի բնակվում Հայաստանում։ Այսինքն անձնագրեր ստանալու դրական դինամիկան չի ենթադրում դրական դինամիկա ներգաղթի մասով։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Չափահաս եք Հայաստանի մշտական բնակիչ, ոստիկանության բաժին չեք ընկել, կարող եք խնամակալ դառնալ մանկատան փոքրիկի համար, ինչ ռիսկեր ունի անպաշտպան մանուկների ճակատագիրը որոշող նախագիծը։ Մեդիա աշխարհի կախարդական բանալիները նրանց ձեռքին են, Pan-Armenian Media դպրոցը ճանապարհել է շրջանավարտների 21-րդ սերնդին։ Եվ Հայաստանի զինված ուժերը նոր զինանշան ունի, ինչն է փոխվել նոր զինանշանի վրա։ Մեթեո աշխարհ ջերմաստիճանը կբարձրանա ավելին քիչ ուշ։
Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Մանկատանը հայտնված երեխաները ամենաշատը տուն, ընտանիք, մայրիկի գիրկն են ուզում։ Պետությունը նրանց պատրաստ է խնամատար ընտանիքներին հանձնել։ Չափորոշիչներ են սահմանել, թե ովքեր կարող են երեխայի խնամքը իրենց վրա վերցնել։ Մասնագետները սակայն կասկածներ ունեն, թե սահմանված չափորոշիչները բավարար են երեխայի պատշաճ խնամքը տվյալ մարդկանց վստահելու համար։ Ծրագրի ռիսկերի մասին Քնարիկ Պետրոսյանի ռեպորտաժում։ Դուք կարող եք դառնալ խնամատար ծնող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ու խնամքի կարիք ունեցող երեխաների համար, ովքեր կարող են լինել շահառուներ, ծրագիրը սոցիալնախարարությունն է ներկայացրել։ Խնամատար ծնող կարող եք դառնալ, եթե մշտապես բնակվում եք Հայաստանի Հանրապետությունում, չափահաս եք, վերջին 5 տարիների ընթացքում չեք հաշվառվել ոստիկանությունում որպես հասարակական կարգը խախտող, երեխայի ու ընտանիքի շահերի դեմ ուղղված հանցանք կատարած անձ։ Երեխայի շահերը լիարժեք ապահովելու համար այս չափորոշիչները բավարար չեն, ասում են մասնագետներն ու հավելում խնամքի հաստատություններում, լինի մանկատուն թե խնամքի կենտրոն, երեխաների հետ աշխատում են տարբեր մասնագետներ, մանկավարժներ, հոգեբաններ, հատուկ մասնագետներ։ Նախարարության չափորոշիչները բավարար չեն ապացուցելու, թե արդյոք տվյալ խնամատար ընտանիքում կարող են ապահովել երեխայի պատշաճ խնամքը։ Փաստաբանը մտահոգիչ է համարում նաև իրավիճակները, երբ խնամատար ծնողը կարող է չունենալ բավարար հոգեբանական կամ բարոյական պատասխանատվություն։ Կան մարդիկ, որ օրինակ հոգեկան այնպիսի վիճակում են, որ հաշվառված չեն հոգեբուժարանում, բայց այդ առումով խնդիրներ ունեն։ Օրինակ անձը հաշվառված չի ոստիկանությունում, սակայն տանը օգտագործում է ալկոհոլ, կամ երեխայի հանդեպ հոգեբանական բռնություն կիրառի, կամ օրինակ վերցնի երեխային ձևակերպի խնամատար լինելը, գումար ստանա պետությունից, սակայն այդ ընթացքում Հայաստանից բացակայի, գնա աշխատանքի։ Նուրիջանյանի կարծիքով նման դեպքերում երեխայի շահերից է բխում, որ նա մնա խնամքի հաստատությունում, որտեղ մշտապես գործում է կարգ ու կանոն։ Կա նաև այս խնդիրը, եթե երեխան մնում է առանց ծնողական խնամքի ու տեղավորվում է որևէ հաստատությունում, ապա հարմարվում է այն մտքի հետ, որ երկարատև է լինելու բնակությունն այդ հաստատությունում ու ինքն իր համար ֆիքսում է, որ իր բնակության վայրը հենց դա է։ Փաստաբանը նաև նշում է դրա ֆինանսական կողմը։ Խնամատար համակարգը կարող է դիտվել որպես բյուջետային ծախսերի խնայողություն։ Իմ կարծիքով կան հատկանիշներ խնայելու բյուջետային միջոցները, քանի որ առնվազն մանկատանը պետք է ապահովել սնունդով, կոմունալ վճարումներով, բավականին ծախսատար է։ Ըստ այդմ կարծում եմ նաև, որ խնամատար ընտանիքների ֆինանսավորումը ավելի քիչ ծախսեր է պահանջում եւ գուցե պետության քաղաքականության մեջ կա նաև օբյեկտիվ պատճառներով խնայելու միտում։ Փաստաբանն ասում է, շատ են լինում դեպքեր, երբ խնամատար անձը դառնում է երեխայի հարազատը, ազգականը, բարեկամը։ Իսկ փաստաբանը պնդում է, մինչև այս ծրագրի գործարկումը ավելի վաղ կարելի է լուծել երեխայի ճակատագրի հարցը, այլ ոչ թե գումարի դիմաց։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Մեդիա աշխարհի մուտքի բանալիները արդեն նրանց ձեռքում են։ Պան-արմենյան մեդիա դպրոցը շրջանավարտների 21-րդ սերունդն է ճանապարհել դեպի մեդիա ոլորտ։ Նոր գիտելիքներով եւ գործնական հմտություններով հաղթահարած բոլոր վախերն ու ջախջախելով կարծրատիպեր, նրանք պատրաստ են դառնալ կախարդական հեռուստաաշխարհի մի մասնիկը։ Իդեպ լավագույն սաները արդեն աշխատանքային պայմանագրեր ունեն Արմենիայի հետ, այդ թվում իմ գործընկեր Դավիթ Թադևոսյանը։ Պան-արմենյան մեդիա դպրոցում տարբեր հետաքրքրություններով երիտասարդներին միավորել է մեկ ընդհանուր նպատակ՝ սերը մեդիա ոլորտի նկատմամբ։ Երազանքին հասնելու ճանապարհին նրանք ընտրել են նույն կրթական միջավայրը՝ դերասանական արվեստից մինչև ռեժիսորական աշխատանք։ Պան-արմենյան մեդիա դպրոցի 21-րդ սերնդի ուսանողները ձեռք են բերել գիտելիքներ ու գործնական հմտություններ, որոնք այսօր արդեն հնարավորություն են տալիս նրանց վստահ քայլերով շարժվել դեպի մեդիա դաշտ։ Դասընթացները հնարավորություն են տվել շփվել հայտնի մարդկանց հետ, ովքեր կիսում էին իրենց փորձը մեզ հետ եւ այդ փորձը իրականում ահռելի էր։ Մեդիա դպրոցում սովորելուց հետո ես կարողացա մի քիչ ավելի ինձ դրսևորելու ունակությունները զարգացնեմ եւ դրա շնորհիվ ես աշխատանքի հրավեր էլ ստացա հենց հեռուստաընկերությունից։ Պան-արմենյան մեդիա դպրոցում դասավանդում են ոլորտի փորձառու մասնագետներ, որոնց աջակցությամբ ու մենթորությամբ սաներին հնարավորություն է տրվում կատարելագործել իրենց հմտությունները։ Սա մի միջավայր է, որտեղ նրանք կարողանում են վստահություն ձեռք բերել սեփական ուժերի նկատմամբ։ Ես մինչև այստեղ գալը շատ կոմպլեքսավորված մարդ եմ եղել։ Այստեղ ինձ շատ ոգեշնչեցին այդ առումով։ Դասախոսները փորձում են իրենց կրթական ծրագիրը կառուցել այնպես, որ նաև ունենան պրակտիկա, որտեղ միայն տեսականը այսօր
բավարար չի, պիտի մարդ սովորի ինչ-որ բան եւ դա կիրառի։ Մեդիա դպրոցը այս տարի կնշի հիմնադրման 10-ամյակը եւ այդ տարիների ընթացքում ունեցել է ավելի քան 1000 շրջանավարտ, որոնց զգալի մասը այսօր զբաղվում է սիրելի գործով, աշխատում առաջատար լրատվամիջոցներում։ Ոգևորումը առաջինն է այն, որ մենք շատ լավ երիտասարդություն ունենք, շատ լուսավոր եւ պոզիտիվ մեծ էներգիա։ Երկրորդը իրենց մղումը եւ նպատակասլացությունը եւ երրորդը այն, որ հասնում են հաջողությանը, ցանկացած մեր ուսանողի հաջողությունը դա մեր հաղթանակն է։ Դիպլոմը ստանալուց հետո ավելի պատասխանատվությունս մեծացավ ու հասկանում եմ ավելի, որ իմ երազանքի տանցնելու համար մի քանի քայլ է մնացել։ Պան Արմենյան մեդիա դպրոցը ճանապարհում է ուսումնական տարվա իր հերթական շրջանավարտներին, արդեն նոր սերնդի ու նոր պատմությունների սպասումով։ Դավիթ Թադևոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։ 10 կիլոգրամ մարիխուանային արգրավել ոստիկանները թմրանյութով փաթեթը Մերսեդեսի վարորդն ու ուղևորը փորձել են դուրս նետել, ապա փախուստի դիմել նոր Երզնկա գյուղի մոտ։ 34 եւ 36-ամյա տղամարդիկ, որոնց մոտ նաեւ կանեփի սերմ է եղել, ձերբակալվել են։ Եվ հայկական բանակը նոր զինանշան ունի, ինչ փոփոխությունների են ենթարկվել, այս եւ որվա մյուս ուշագրավ լուրերի մասին մեկ տեսաշարով։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայաստանի զինված ուժերի նոր զինանշանը եւ դրա փոփոխության պատճառները։ Նրա խոսքով նախկին զինանշանը, որը հաստատվել էր 2001 թվականին, ուներ լուրջ հերալդիկ եւ գաղափարական թերություններ։ Ածիվը պատկերված էր փակ կտուցով, առանց ամբողջական մարմնի, ճանկերի եւ զենքի, ինչը խորհրդանշում էր ոչ մարտական խոցելի վիճակ։ Բացի այդ, սուրը տեղադրված էր վահանի հետևում, իսկ պետական դրոշը ներկայացված էր մասնատված, ինչը սխալ խորհրդաբանություն էր ստեղծում։ Նոր զինանշանում ածիվը պատկերված է ամբողջական, բաց կտուցով եւ մարտական դիրքով, որպես կենսունակ ուժի եւ պատրաստակամության նշան։ Նրա հետևում ոսկեգույն արևն է հայ ժողովրդի հարատևման խորհրդով, իսկ կրծքին վահան արևախաչով եւ սերմնը հատիկով, որը խորհրդանշում է ապագան զինվորներին։ Զինանշանի վերին հատվածում պատկերված են եռագույնն ու քարտեզը, ընդգծելով բանակի դերը երկրի անվտանգության ապահովման գործում։ Պաշտպան Հայրենիաց ծրագրով ժամկետային ծառայությունից պայմանագրային անցած զինծառայողները նոր պայմանագիր կնքելու դեպքում կկարողանան ստանալ կրկնակի պատվովճար։ Ծրագրի գործող կարգով 6 ամիս ծառայած զինծառայողը կարող է 5 տարի ժամկետով պայմանագիր կնքել եւ դրա ավարտին աշխատավարձից զատ ստանալ 5 միլիոն դրամ պատվովճար։ Նոր դրույթներով պայմանագրային ծառայության անցնելու համար պահանջվող ժամկետը կտրատվում է մինչև 4 ամիս։ Միաժամանակ հնարավորություն է տրվում կրկնակի պայմանագիր կնքել 2 տարի ժամկետով 1.5 միլիոն դրամ պատվովճարով։ Պաշտպան Հայրենիաց ծրագրի շահառուների թիվն արդեն հասել է մոտ 6000-ի։ Կարմիր եւ կապույտ գծերի թանկացման շուրջ երկարատև իրավական պայքարը ավարտվել է քաղաքացիների հաղթանակով։ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Երևանի ավականու իշխող ուժի ներկայացրած բողոքը, ինչով վերջնական եւ անբեկանելի է դարձել այն փաստը, որ 2025 թվականին Երևանի քաղաքապետարանը ոչ իրավաչափ կերպով էր թանկացրել ավտոկայանատեղիների վճարները, հակաիրավական ճանապարհով գանձելով զգալի գումարներ։ Սա նշանակում է, որ քաղաքացիների կրած վնասները ենթակային փոխհատուցման, նշել է գործը վարող իրավաբաններից մեկը։ Մայիսի 27-ից 28-ը Հայաստանի գետերում կանխատեսվում է ջրի ելքերի զգալի աճ։ Հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը, բացր ջերմաստիճանների հետևանքով Սևանա լճի ավազանում, ինչպես նաև Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ եւ Վեդի գետերի հոսքերում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում։ Որոշ հատվածներում հնարավոր են նաև անբարենպաստ հիդրոլոգիական իրավիճակներ։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի փոփոխական երկնքով, տեղումներ սպասվում են առավելապես հյուսիսային գոտիներում, ջերմաստիճանը կբարձրանա մոտ 4-նիշ, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 18-ից 22 աստիճան, Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 26-ից 29, Լոռիում 23-ից 26, Տավուշում 26-ից 29 աստիճան,
Հարերատում արմավիրում կդիտվի 28-ից 30, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 29-ից 33, Սյունիքի նախալեռներում 23-ից 27 աստիճան, Երևանում օրը կանցնի առանց տեղումների, այս գիշեր սպասվում է 10-ից 12, ցերեկը 26-ից 28, երեկոյան 18-ից 20 աստիճան։ Եվ հրաժեշտից առաջ հիշեցնեմ, որ Արմենիայի եթերում մեր այս թողարկումից հետո ընտրության ժամն է, այսօրվա հյուրը Հայաստանի վարչապետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն է։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։